բան նախագիծ ընթերցելուց հետո որոշ չափով արդեն ժամանակավերեպ է իմ ելույթը։ Ամեն դեպքում ասեմ, սակագինը չի փոխվել դեպի վերև վերջին 10 տարում, եւ որքան գիտեմ, հեծը խոստացել է մինչև 32 թիվը չբարձրացնել։ Այս բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, նույն երկրում, ու այս գահավիժող գների ու սակագների բարձրացման ֆոնին, ինչպես չգնահատենք եւ երախտագիտություն զգացում չունենանք։ Տրանսպորտի գինը նոր է թանկացել, աղբանության գինը նոր է թանկացել, անշարժ գույքի հարկը ոչ թե 7-20%, այլ 100%-ով է ավելացել ու էլ է ավելանում։ Վել չեմ ասում առաջի հարաբերության ապրանքները։ Նաև հանրային ծառայությունների ենթակա այս համակարգում սակագները։ Սա մեկ, երկրորդը, անջատումների մասին ես որքան ունեմ ինֆորմացիա, 30%-ով նվազել են այն ժամանակահատվածում, եւ որի մասին խոսում ենք, երբ որ հեծը ստանձնել է այդ գործը։ Սա հակառակ կողմը երբեմն ասում է կեղծել են այդ թիվը 30%-ը։ Նախ, ով որ կեղծել է, պետք է դրանում զբաղվի դատախազությունը։ Երկրորդը, համակարգային ինֆորմացիան հնարավոր չի կեղծել, կարող է կեղծվել մի որոշ ինտերվալը, մի որոշ ժամանակահատվածը, մի որոշ պարամետրը, այդ արդեն հիմա Նորբերտ Վիները գերեզմանի մեջ շուռ եկավ, մաթեմատիկական վերլուծության եւ վիճակագրության այդ սկզբունքները թույլ չեն տալիս այդպիսի կեղծում։ Հաջորդը հրապարակում է մի փաստաթուղթ, մի ինֆորմացիա, որը վերաբերվում է մատչելիության, այսինքն այն ժամանակահատվածին եւ այն ջանքերին, որ սպառողը պետք է ծախսի մինչեւ դառնա աբոնենտ։ Այս դիագրաման ես չեմ գծել։ Doing business միջազգային ռեյտինգային կազմակերպությունն է պատրաստել աբոնենտ, գրեցեք հայրեն ոնց է, բաժանոր դառնալու համար ջանքերը եւ ժամանակահատվածը 135 օրից իջել են 120 օր, հետո 70 օր եւ հետո իջել են 55 օր։ Սա 19 թվի վիճակով է։ Ես չեմ կասկածում, որ ավելի թարմ ինֆորմացիան ավելի ազդեցիկ թվեր կներկայացնի, բայց այդքան մենք հնարավորություն չունենք այդ 174 էջանոց թղթի ամեն պարամետրով զբաղվենք ու հիմնավորումներ կամ հերկումներ ման գալու։ Եվ ես ամփոփում եմ, թույլ տվեք, ես վերջապես 3 ժամ է տևում ելույթները, իսկ սպառողներին ոնց։ 3 ժամ մենք լսում ենք, չէ՞։ Կարա վերջացնեմ։ Ես չեմ հասկանում, 3 ժամ ես լսում եմ մարդկանց ելույթները, տարբեր, կողմերի, հանձնաժողովի, իսկ սպառողները առավել 3։ Այսօր այդ ելույթների օրինը կարա վերջացնեմ։ Ուրեմն այս doing big business-ի տվյալները հեծի ռեյտինգը աշխարհում 76-րդ տեղից բարձրացել է 66-րդ տեղը, այնուհետև բարձրացել է 17-րդ տեղը։ Սա հեծի ռեյտինգը չի, սա մեր ռեյտինգն է։ Մենք աշխարհի 190 երկրների մեջ 17-ի մեջ ենք մտնում այս ցուցանիշով։ Ինչքանով որ մարդը մատչելի է խոսարկում սպառող դառնալ։ Որպեսզի ավարտեմ վերջինը եւ ամենակարևորը։ Ուրեմն հանձնաժողովի ֆունկցիաները, տրամաբանությունն եւ շրջանակները արդեն լավ ներկայացրեց պարոն Սողոմոնյանը։ Հավասարակշռել, կարգավորել, բայց ադմինիստրատիվ քայլեր
չկա, եթե չէր կարող լինի հանրային ծառայություններ հանձնաժողովի ֆունկցիաների մեջ։ Հիմա փոխվել է ղեկավարը հետի որոշմամբ հանձնաժողովի կողմից եւ օրենքի հիման վրա։ Ես պատկանում եմ մեր մարդկանց թվին, որոնք համոզված են, որ օրենքը չեն քննարկում եւ չեն քննադատում։ Օրենքը սրբությամբ պետք է կատարել։ Հիմա էլ ես այդ կարծիքին, բայց այսպիսի բան մեր երկիրը շուկայական հարաբերությունների կուրսը վերցրել է 30 տարի առաջ, մրցակցային եւ այլն, եւ կարգավորող հանձնաժողովը ադմինիստրատիվ հնարավորություն ունենա բաժնետիրական ընկերության պատկերացրեք, այսինչ շենքում վատ է ջրամատակարարումը կամ հոսանքը եւ հանձնաժողովը համատիրության պետին հանում է ուրիշին է նշանակում։ Փոքր ցածր մակարդակում էլ անթույլատրելի է, սկզբունքորեն անթույլատրելի է։ Հիմա ես այդ արդեն ասեցի օրենքի նկատմամբ վերաբերում, բայց աղաղակող դեպք է։ Մյուս կողմից նայենք, ինչ կասեն բաժնետերերը, այն էլ փակ բաժնետիրական ընկերության։ Իսկ եթե բաց լիներ, ես բաժնետեր եմ, Մեղրի շրջանից երկու հատ բաժնետում, եթե բաց լիներ։ Ու ինչ որ մեկը որոշում է այս մեկին հանել, կարգ գոյություն ունի, չէ՞, բաժնետիրական ընկերության ղեկավարի ընտրության, ընդհանուր ժողովի մնացած ամեն ինչ օրենքում նկարագրված է։ Եվ մենք կատարել ենք հետ քայլ, մեղմ ասած հետ քայլ, շնորհակալություն։